Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցում 2024-2025 ուսումնական տարին գերհագեցած էր։ Անցնող տարվա արդյունքների ամփոփումը տեղի է ունենում արդեն ավանդույթ դարձած հաշվետու համերգ միջոցառմամբ։ Երաժշտական ելույթների շարքը նաև պատմություն է այն մասին, թե ինչ ճանապարհ են անցել դպրոցի սաներն ու ուսուցիչները ուսումնական տարվա ընթացքում։ Ես ճիշտն ասած կուզեմ նշեմ մեր աշակերտների հաջողությունները։ Մեր այսքան հաջողությունների շնորհիվ մենք կարողացանք ձեռք բերել ուրեմն աշակերտների ինքնավստահություն, աշակերտների փոխհամագործակցություն եւ այդ ոլորտում մենք երաժշտության ոլորտում մենք լիքը հաջողություններ ձեռք բերեցինք, որ աշակերտները ճանաչվեցին ամբողջ հանրապետությունում, ինչպես նաև հանրապետությունից դուրս։ Իրենց երաժշտական կատարումներով իրենք ելույթ ունեցան եւ Լիոնում, եւ Փարիզում, եւ Վալանսում։ Տարին եղել է ստեղծագործական, նաև մրցակցային, դպրոցի սաները մասնակցել են տարբեր մրցույթների ու փառատոների եւ գրանցել կարևոր արդյունքներ։ Յուրաքանչյուր տարի հաշվետու համերգին այս դպրոցը մեզ զարմացնում է ինչ-որ նորարարությամբ, մենք պարտադիր տեսնում ենք նոր մարդիկ, պարտադիր տեսնում ենք նոր կատարումներ, մենք տեսնում ենք նոր գործիքներ եւ խոսում ենք ձեռք բերված բազմաթիվ հաջողությունների մասին։ Առհասարակ այս դպրոցում դասական երաժշտությունը հայկական ժողովրդականի հետ այնքան գեղեցիկ է համադրվում, գերնպատակ է դրված աշակերտների մեջ զարգացնել լավագույնը։ Այն պոտենցիալը, որ տեսնում են, երբևէ բաց չեն թողնում։ Ուսումնական տարվա ընթացքում դպրոցի համար մի նոր փորձառություն էր աշակերտների այցը Ֆրանսիայի Հանրապետություն Իջևանի քույր քաղաք Վալանս։ Այցը ուսումնական էր, ճանաչողական եւ միաժամանակ մշակութային, նոր կապեր, համատեղ միջոցառումներ, որոնք դեռ երկար կմնան աշակերտների հիշողություններում։ Երաժշտական դպրոցում սկսել հաճախել 7 տարեկանից, արդեն հաճախում եմ 6 տարի, սովորել եմ բազում լավ հմտություններ, որոնքից օգտակար կերներ ողջ կյանքում, մասնակցել եմ տարբեր մրցույթների, փառատոների, վերջերս փոքրիկ այլ փառատոնին եւ գրավել եմ երկրորդ տեղը, նաեւ տարբեր համերգներ եմ տվել։ Ֆրանսիայում գնացինք փորձի փոխանակման, բազում համերգներ տվեցինք։ Ընթացիկ տարում դպրոցն արժանացել է պատվոգրերի ու հատուկ մրցանակների, տարբեր միջոցառումների ժամանակ լավագույնս ներկայանալու համար։ Իսկ հաշվետու համերգի ընթացքում հնչում են սիրված ազգային, ժողովրդական ու հայրենասիրական կատարումները։